Տաղավարում հյուրընկալել ենք Գրիգոր Բալասանյանին, նա միջազգայնագետ է, պարոն Բալասանյան, բարի գալուս, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար եւ այս շաբաթվա ընթացքում գլխավոր իրադարձությունը, որոշումը, որ եղավ Հայաստանի շուրջ, առնչվում է TRIP-ին, կարծում եմ կհամաձայնեք, եւ TRIP+ հիմնադրամը ունի նոր նշանակված ղեկավար Կոնստանտին Սոկոլով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մի բան, որ մեր այն կարծիքը, որ մենք նաև այս ստուդիայում ենք բազմիցս քննարկել դա, որ TRIP-ը չի կարող լինել առանց Ռուսաստանի ցանկության եւ մասնակցության, մենք ճիշտ ենք։ Եվ Սոկոլովի նշանակվելը նաև նշանակում է, որ մենք ունենք ռեբրենդինգ արված նոյեմբերի 9-ը, ուղղակի նոյեմբերի 9-ի փոխարեն TRIP+ են դնում անունը։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ով, այսինքն, որ ռուս սահմանապահները կանգնելու էին, մնալու էին Հայաստանի սահմանին, որ բեռները մտնելու էին, ստուգվելու էին, դուրս գալուց էին ստուգվելու, որ անձնագրային ռեժիմը գործելու էր, այդ ամեն ինչը մնում է ուժի մեջ։ ԵԱՏՄ բոլոր կանոնները, երրորդ երկրների ծագման ապրանք, ԵԱՏՄ ապրանք եւ այլն, եւ այդ ամբողջը մնում է ուժի մեջ։ Այսինքն մենք այստեղ ունենք մի իրավիճակ, որը կարելի էր ուղղակի ձևակերպել նոյեմբերի 9-ին, դեռ 2020 թվականի, եւ հիմա մենք ունենք շատ ավելի շահեկան վիճակ, միգուցե մենք ունենայինք նաեւ Արցախ։ Բայց մենք տուրք տվեցինք այդ համաշխարհային տրենդին, հակառուսականությանը, մենք հրաժարվեցինք մեծ ձեռնտու տարբերակից, մենք գնացինք Վաշինգտոնում, ստորագրեցինք մի բան, որը ստորագրել էինք արդեն Մոսկվայում, եւ այսօր մենք ունենք շատ ավելի վատ պայմաններով նոյեմբերի 9-ը, ինչ առումով, որ եթե նոյեմբերի 9-ը Հայաստան ունենալու էր 100% հնարավորություն ստանալու օգուտներ այդ ապրանքների տարանցիկ գումարներից, հիմա Հայաստան ունենալու ընդհանրապես 26%, այն էլ ես վստահ եմ կձևակերպի իբրև խորհրդատվական ծախսեր, ներդրումներ եւ այլն, եւ այդ գումարներ մենք չենք տեսնելու։ Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվեցին, բայց ցավոք սրտի այստեղ Հայաստանը առհասարակ չի երևում եւ ես վստահ չեմ, որ առհասարակ կերևա այս ամբողջ մեծ գործարքում։ Պարոն Բալասանյան, ես էլ այդ թեմայով գրեցի, որ ասացի, որ սա մոտավորապես ռուս-ամերիկյան որոշակի պայմանավորվածություն այս տարածաշրջանի մասով պայմանավորվածություններից մեկը, հա, ինձ գրում են, որ Սոկոլովը եվրե է, եւ ինքը ռուսների հետ կապ չունի եւ ընդհանրապես ինչ է գրում ինքը բան։ Անելային ինչ-որ անելու են, էլի, այսինքն ինչ պատասխան ենք այդ մարդկանց։ Վերցնենք, ունի հրեական ծագում կամ գոնե մի 30%-ը, համենայն դեպս պաշտոնյաների, եթե իրենց կենսագրությունները նայում ենք։ Ես չեմ կարծում, թե իրեն պետք է այսպես դիտարկել իբրև հրեա։ Ինքը Ռուսաստանում ծնված, Ռուսաստանում կրթություն ստացած, Ռուսաստանում բիզնես գործունեություն ծավալած, հետո Միացյալ Նահանգներ տեղափոխված։ Գիտեք, ինչ է հետաքրքիր, մարդիկ կարդում են իր կենսագրությունը, ասում են վերջ, ինքը Խորհրդային Միությունը փլուզվեց, ինքը գնաց Ամերիկա, մի քիչ լավ գործիք է, կոչվում է Google, էլի, մի քիչ այդ գործիքը որ օգտագործում ես, օրինակ տեսնում ես, որ մինչև 2017 թվական Սանկտ Պետերբուրգում բիզնես շահեր է ունեցել այդ մարդը, հա, բայց դա եվրե է, ինքը բան Ռուսաստանի հետ կապ չունի, էլի, սա ինչ են ասում, ում են հանգստացնում։ Սա իրականում, սա ինքնախաբեություն է եւ սեփական սխալ մեկնաբանությունները եւ սխալ դիրքորոշումները չընդունելու ուղղակի փորձը։ Եվս մեկ հարց, Ռուսաստանը եվրեին, հա, կծախեր իր ռեսուրսները, իր կապիտալը Հայաստանի տարածքում, այսօր արդեն Google-ի միջոցով որոշ ռադիոկայան իմացավ, որ Թեղուտի հանքնել է փաստացի իր տնօրինության տակ, խոսքը գնում է նաև Ամյո բանկի մասին, խոսքը գնում է նաև Վասիլի մասին։ Հիմա տեսեք, ռուսական կապիտալով Ռոստելեկոմ, հա, որը պետական էր, կամ չգիտեմ, Թեղուտի հանքը, որը ՎՏԲ-ին էր, կամ Ամյո բանկը, որը էլի կոնկրետ Ռոստելեկոմի դոկտորի կապ ուներ, հենց այսպես Ռուսաստանը անծանոթ ինչ-որ մեկին կվաճառեր։ Գիտեք, սովորաբար ես կարծում եմ պետք է խուսափենք նման պրիմիտիվ ձևակերպումներից, քանզի Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում ազգային այսպես մոտեցում երևի սխալ է դիտարկել։ Ինքը առաջին ռուս պաշտոնյա է։ Օրինակ Սուխոյ կորպորացիայի գլխավոր տնօրեն Պողոսյանը ինքը ռուս պաշտոնյա է։ Այսինքն ինքը այո ունի հայկական արմատներ, բայց
նույնն է, որ ասենք Սուխոյը վաճառել են հային, ասենք դա այդպես չի։ Հետևաբար սա ուղղակի այսպես սրթովանք է, որտեղ գիտեք ինքը հրեա է, այ ինքը Ռուսաստանի հետ կապ չունի, ինքը ռուս պաշտոնյա է եղել եւ ես կարծում եմ ինքը ապրելով Միացյալ Նահանգներում շարունակել է այն ստվերային կապերը ապահովել երկու երկրների միջև, որոնք մինչ օրս աշխատում են։ Դա գաղտնիք չի։ Ցանկացած եւ Մոսկվայում կան մարդիկ ամերիկյան անձնագրով եւ ամերիկացու, այսպես կենսագրությամբ, ովքեր եւս ապահովում են ստվերային կապը երկու երկրների միջև, դա այլընտրանքային կապերն են, որոնք երբեք չեն կտրվում։ Եվ հիմա ուղղակի խնդիրը դրված է հետեւյալ կերպ. պետք է ամեն ինչ անել որպեսզի թրիփը աշխատի, դա պետք է Թրամփին, երկրորդը պետք է աշխատի այդ տրանսպորտային միջանցքը, որը պետք է Մոսկվային եւ նրա նկատմամբ պետք է ունենա վերահսկողություն, երրորդը պետք է ամեն ինչ արվի, որ Իրանը չունենա սրա հետ կապված առարկություն, դրա համար այդտեղ պետք է Սոկոլով ազգանունը գրել, այսինքն բոլորն էլ ըստ էության բավարարված են սրանով, բացառությամբ ես կարծում եմ Ալիևի, որովհետեւ Ալիևը ուրիշ պլաններ ուներ, Ալիևը ցանկանում էր իր հսկողության տակ լինի, Ալիևը ցանկանում էր ադրբեջանցիները չհանդիպեն հայ սահմանապահներին, հանդիպելու են ադրբեջանցիները անձնագրով են մտնելու այս տարածք եւ դուրս գան եւ ադրբեջանական բեռները ստուգվելու են։ Փաստացի դա Ռոբերտ Քոչարյանի առաջարկած մոդելներ ներգրավել թրիփի մեջ մի քանի երկիր, հա, որ բոլորը ոնց էր բանմանան։ Գիտեք, համաշխարհային քաղաքականությունից հասկացող մարդիկ, հատկապես եթե դա խոսքը վերաբերում է երկրորդ նախագահային, ով ունի հսկայական փորձ միջազգային հարաբերություններ վարելու, բոլորի համար էլ ակնհայտ է, որ արևելքում էլ են ասում, չէ, այն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր եւ դիր ճակատին։ Եթե դու չես կարող արգելել, որպեսզի համաշխարհային հսկաները քո տարածք օգտագործեն իրենց նաև տնտեսական շահերը սպասարկելու համար, ապա դու նվազագույնը պիտի օգտվես դրանից։ Իսկ օգտվելու համար դու պիտի առաջ քաշես այնպիսի պայմաններ, որ ձեռնտու կլինի առնվազն 3 կողմի, եւ այդ 3 կողմի բարեհաճության ունենալով ապահովես քո երկրի ֆիզիկական անվտանգությունը։ Սա ըստ էության այն է, ինչին կարող է բերել Թրիպլյուսը, եթե սրան խելացի մոտենան եւ հիմիկվանից չսկսեն նոր հակառուսականություն բարձրացնել Սակալովի տեխնատության հետ կապված եւ այս ծրագիրն էլ ըստ էության բան լեզվով ասած ժողովրդական փոզմիչ չանել։ Կարող ենք համարել, որ 2026-ի Սակալովը դա 2015-ի Սամվել Կարապետյանն է, որ ռուսական կապիտալով կազմակերպությունը անցավ Հայաստանում, էլեկտրոմայդանից հետո, որպեսզի եւ գայլերը կուշ լինեն, համ ոչխարները ապահով լինեն, այսինքն մոտավորապես կարելի է համեմատել։ Ինչ որ առումով զուգահեռներ կարելի է անցկացնել, եւ դա սպասելի է, որովհետեւ եթե դու ունես ատոմակայանի կառավարում, դու չես կարող էներգետիկ համակարգը համաձայնվել, որ այն անցնի երրորդ երկրի։ Կանց իրար հետ այդ համակարգերը չեն կարող աշխատել, ուղղակի չեն կարող։ Իհարկե Հայաստանում որոշակի փորձ արվեց, ինչ-որ կասկադներ վաճառվեցին ամերիկացիներին եւ հիմա Սյունիքում այդ հպարտ դրոշները կախել են այդ կասկադների կողքը, բայց բովանդակ առումով որոշ զուգահեռներ այո կարելի է, նմանություններ կարելի է տեսնել։ Իսկ ինչու են լռում արևմտամետները, բացի Խզմալյանի մոտ 3 Դե ես նկատել եմ այսօր այս մի քանի օրը շատ ուժեղ հակակառուցություն է գնում ԵԱՏՄ-ի հետ կապված, շատ ուժեղ ու չգիտես ինչու օրինակ է բերվում Վրաստան, այ Վրաստանում Շաքար Ավազնեժյանը մեր մոտ են, որտեղ մենք ԵԱՏՄ-ում ենք, այ մենք Դանիել Հովհաննիսյանն էլ ասում է, ես ինչի պիտի նիվակ քշեմ։ Սակալովի փոխին չեն լռում։ Իսկ Սակալովի հետ կապված բան չունեն ասելու, որտեղ մյուս կողմն էլ Թրամփն է։ Եթե հանկարծ իրենք սկսեն քննադատել Թրամփին, վարկյանական բոլոր այն գրանտները, որ գալիս են ու ստանում են, վարկյանական կկտրվի։ Մի անգամ Թրամփը իրենց զգուշացրեց չափը պահել USAID-ին փակելով, Սորոսի հիմնադրամը փակելով։ Հիմա այլ ընտրանքային ես կարծում եմ ճանապարհներ կան, որով նրանք ստանում են այդ գումարները, նաև ԵՄ-ի միջոցով։ Բայց եթե մի փոքր շատ սկսեն քննադատել Քերիսեմին, ես կարծում եմ նաև դրանից կարող զրկվեն։ Ինչ վիճակում են հայտնվում թուրքերը այս նշանակման ֆոնին, հաշվի առնելով, որ ընդամենը 2-3 շաբաթ առաջ Էրդողանի սիրելի կոալիցիոն գործընկեր Բախչելին ազգայնամոլգոր Գայլ Թրամփի միջանցքի փոխարեն հայտարարեց, որ հիմա պետք է ճիշտ անունը տալ Թուրանի միջանցք պետք է ասել։
թուրքերը հետ քայլ են անելու, թե թուրքերը փորձելու են, ինչպես օրինակ, եթե կհամաձայնեք ցեղասպանության ճանաչման Իսրայելի նախաձեռնության պարագայում եղավ, մինչև Թրամփ-Էրդողան հանդիպումը նախաձեռնում էին մեծ թափով ճանաչել ցեղասպանությունը, հետո այդ հանդիպումից հետո մեկ էլ հանկարծ Քնեսեթում կասեցվեց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը, թե օրինակ հիմա նաև այսօր օրվա ամբողջ ընթացքում թուրքերը աղմուկ էին բարձրացրել, թե Թրամփը հանուն Թուրքիայի անգամ Իսրայելին է եւս մեկ անգամ քայլ արել Իսրայելի դեմ, հորդորելով դուրս գալ Սիրիայի տարածքից, կարծես թե այսպես ասենք սիրաշահելով Էրդողանին, որն է լինելու սրագինը նաև հանուն Էրդողանի այս քայլերի։ Գիտեք, Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հերթական անգամ սիրաշահեց Էրդողանին, բայց Թուրքիայում դա որակեցին իբրև Էրդողանի փայլուն քաղաքականության արդյունք։ Բայց Թրամփը ոչ բոլորը, մի մաս, որովհետև շատ դառը հարցեր են հնչել, իդեպ դրանք մանրամասն մենք ներկայացրել ենք Alpha News-ի իրական Թուրքիա նախագծի շրջանակում, այն հասանելի է մեր բոլոր հարթակներում, կարող եք տեսնել ընդդիմադիր Սոյժջուն մասնավորապես գլխավոր, կարող եմ ասել, ամենախոշոր հեռուստաալիքը ծանր հարցեր էին Էրդողանի առաջ դնում, սկսած Սիրիայից, մինչև F-35-երի գործարք, մինչև անգամ Կիպրոսի հարցում Էրդողանի արտաքին քաղաքականության ձախողումներն էին շեշտում, եթե Ֆիդան Էրդողանը ՆԱՏՕ-ի հաղթարշավի մասին էին խոսում, ընդդիմադիրները երեսով են տալիս Ֆիդան, Քալն, Էրդողան եռյակի, որ իրականում ամեն ինչ ձախողել եք։ Տեսեք, Թրամփը այդ հանդիպումից հետո հարվածում է ԱԿԳ բնակավայրում Իրանի այդ կամուրջի երկաթուղային, որը որ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի առանցքային ճանապարհներից մեկն է հանդիսանում կամ հանգույցներից մեկն է հանդիսանում։ Դրանով փորձվեց ներկայացնել եւ Թրամփը փորձեց սա ներկայացնել Էրդողանին, որ այդ միջին միջանցքի հետ կապված ամեն դեպքում այդպես մենք կոմերցակից միջանցքին խփում ենք, դու այստեղ կկարողանաս ձեռքերի ազատություն, բայց դա արվեց մինչև Սոկոլովի նշանակվելը։ Ես կարծում եմ նաև եւ չեմ բացառում, որ Սոկոլովի նշանակումը հնարավոր է Թրամփի համար էլ է եղել վերջին պահին բավականին անակնկալ որոշում, բայց քանի որ իր մերձավոր շրջապատից են տեխնացությունն առաջարկել եւ Սոկոլովն էլ իր մերձավոր շրջապատից է, Թրամփը գտել է, որ կարելի է սրան ըստեյության համաձայնել, մոռանալով թե ինչ է ասել Էրդողանին Անկարայում եւ ինչպեսի այսպես հա գովասանքները։ Իսկ ինչ վերաբերում է թե Էրդողանը ինչ կարող է անել, Էրդողանը իր բնավորության համաձայն կփորձի այդ մանր վատություններն անել Թրամփին, չգիտեմ, Իրանի հետ կապված, Սիրիայի հետ կապված, Իսրայելի հետ կապված, բայց գլոբալ առումով Էրդողանը չեմ կարծում թե կկարողանա լուրջ ատամ ցույց տալ Էրդողանին կամ Թրամփին կամ կկարողանա ինչ-որ շատ լուրջ վատություն անել, քանզի այս Triple+-ով նաև ինչ-որտեղ այդ թուրանական միջանցքի հարցը կարծես թե այսպես թեկուզ ժամանակավոր դրվեց մի կողմ, քանզի այն ինչ որ գրված է Triple+-ում եւ ինչի մասին հայտարարվեց, այդտեղ ոչինչ չկա միանձնյա տնօրինման մասին, իսկ թուրքերը դուք հիշատակեցիք Դևլետ Բաղչելին, հենց դրա մասին էին ասում, որ դա մեր հսկողության տակ պիտի լինի։ Շարունակելով Ալիևը հակառուսական հայտնի հայտարարությունները կհիշեք արեց ու դրանից հետո Բայրամովն այսօր հանդիպել է Լավրովի հետ։ Լավրովը առաջարկել է վերականգնել փոխվարչապետերի ձևաչափը եռակողմ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան։ Ռուսական կողմի ինչին է սա պետք։ Առաջինը, որպեսզի սահմանազատման գործընթացը ի վերջո լինի իր հսկողության տակ։ Մոսկվան տեսավ, որ ոչ մի սահմանազատման գործընթաց էլ տավուշում չեղավ։ Այնտեղ եղավ ուղղակի հողերի հանձնում, դրա դիմաց Հայաստանը չստացավ ոչինչ, բայց անունը դրեցին սահմանազատում։ Ես կարծում եմ շատ ավելի կոշտացվելու է սահմանազատման հետ կապված հարցը, բացի այդ Ալիևը այնտեղ թույլ է տվել արտահայտություն, որ եթե մենք մի փոքր այսպես խորամուկ լինեինք, մենք կարող ենք սա օգտագործել սահմանազատման ընթացքում օգուտ մեզ։ Ալիևը ասում է խորհրդային օկուպացիա եւ այլն եւ այլն։ Սա հիանալի հնարավորություն է խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առհասարակ չճանաչել։ Եվ սա անել Մոսկվայի միջոցով, պատժելով Ալիևին, որովհետև ոչ մի երկրում, ոչ մի կայսրություն իր գաղութացված տարածքից իր կայսրության փոխվարչապետ չի նշանակում եւ պետանվտանգության ծառայության գեներալի կոչում չի տալիս։ Փաստացի Ալիևը հերը օկուպացրել էր
Ալիևի հետ օկուպացրել էր նախ իր ընտանիքը, հետո օկուպացվել էր ինքը իրեն, հետո օկուպացված վիճակում Ալիև փոքրը կրթություն էր ստացել կրկին օկուպացված պայմաններում, շատ ծանր հոգեբանական վիճակում մգիմոն էր ավարտել։ Ինչի՞ է այդպես բաներ ասում այդ մարդը։ Ես կարծում եմ Ալիևը ցանկանում է ապագայում սահմանազատման գործընթացում գին բարձրացնել եւ հասնել նրան, որ խորհրդային Ադրբեջանի սահմաններն էլ առասարակ չճանաչվեն, այլ ճանաչվի դեպի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն։ Ալիևի հիմնական խնդիրը դա է։ Դրա համար ես կարծում եմ, որ Բայրամովը գնացել է Մոսկվա, Բայրամովին կանչել են Մոսկվա, որ ասեն, որ այդ փոքր հիմարիկին ասա, որ նման բաներ չի կարելի ասել։ Օդեսայի ափերի մոտ ադրբեջանական անձնակազմով թուրքական նավը խոցելը եւս դիտարկում եք որպես պատժիչ գործողություն։ Գիտեք, մի ժամանակին, երբ որ Կրոմիկոին հարցրել էին, թե թուրքերը կարող են փակել Բոսֆորն ու Դարդանելը, ասել էր մենք մի հատ փոքր միջուկային զենքով նոր Բոսֆոր Դարդանել կբացենք Նեղուցի կողքը։ Գիտեք, միջազգային հարաբերություն ամեն ինչ էլ կարող են լինել։ Բախտն էլ կարող է այդպես թեքվել, որ ռուսականը հարվածային անօթաչուն միամիտ կախփի թուրքական ավին, որի ազնագազմը ադրբեջանցիներն են։ Ես կարծում եմ Ալիևը պիտի ստիպված լինի արդեն իրականության հետ առերեսվել նման հայտարարություններ անելուց առաջ, որովհետև կան հայտարարություններ, որոնք պետությունների համար ճակատագիր կարող են արժանալ։ Եվ եթե նորից եմ ասում, Հայաստանի արտգործ նախարարությունը, Հայաստանի պետական համակարգը այս ամենը չօգտագործեց, խոսել բարձրագույն դիվանագիտության մասին, կարծում եմ այլևս լինելու ուղղակի անիմաստ։ Կհամաձայնեք, որ հավանականությունը մեծ է, որ չեն օգտագործել։ Հավանականությունը մեծ է, բայց այս անգամ կարող է մեծ հավանականությամբ սա օգտագործվել Մոսկվայի կողմից, առանց հարցնելու Հայաստանի եւ Ադրբեջանի կարծիքը եւ փոխվարչապետերի ֆորմատը պատահական չի։ Այս շաբաթ Զախարովան խոսեց 3 գումարած 3 ձևաչափով հանդիպման մասին, հորդորելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կողմնորոշվեն հերթականության հարցում, որովհետեւ վերջին Ստամբուլյան հանդիպման ժամանակ որոշվել էր, որ կամ Երևանում է լինելու, կամ Բաքվում։ Միրզոյանն է գնալու ձեզ Բաքու ի վերջո, թե Ֆիդանն ու Բայրամովն են գալու Երևան։ Ես կարծում եմ Երևանում կարող է եւ չլինել ուղղակի այդ հանդիպումը։ Ինչու՞։ Տարբեր պատճառաբանություններով։ Այդ օրը օրինակ կարող է, չգիտեմ, ֆրանկոֆոնիայի օրեր հայտարարվեն Հայաստանում եւ ասեն դե մենք շատ խառն ենք, 3 գումարած 3-ի ժամանակը չի։ Կարող է ասեն Իրանում խառն է վիճակը, պատերազմ է գնում։ Ով չի ուզի դա, ով չի ուզի դա, հայկական կողմը թե թուրք-ադրբեջանական։ Ես կարծում եմ եւ հայկական կողմը Եվրոպայի է։ Չէ՞ որ կարգավորում են, չէ՞ որ խաղաղություն է, ո՞րն է խնդիրը։ Բայց դա չի մտնում Եվրոպական միության պլանների մեջ։ Քանզի 3 գումարած 3 ձևաչափի այսպես իմաստը հենց դա է։ Տարածաշրջանային խնդիրներին տարածաշրջանային լուծումներ։ Այդ դեպքում ոչ Եմեն, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի չեն կարողանում միջամտել։ Այդ դեպքում ինչու թողեն անցկացնի։ Դրա փոխարեն Հայաստանը եւ Ադրբեջանը ինչ որ բաներ կխոստանան, էլի Ուրսուլա ֆոն դեր Լայենը մի հատ է կգնա Բաքու, կասի դու մեր բարձրագույն գործընկերն ես, կա Հայաստան կասի Ադրբեջանն ու դուք մեր բարձրագույն գործընկերներն եք ու դրանով կփորձեն վիճեցնել 3 գումարած 3-ի անցկացումը։ Եթե այս թեմայով Տիգրանը հարց ունի։ Չէ, այս թեմայով չունեմ, այդ թեմայով ունեմ։ Լավ, բայց կրկին Ռուսաստանի հետ կապված փոխենք թեման, տեսեք Ռուսաստանը Հայաստանի հետ գտնվում է ինչ-որ սառեցված, այսպես հակամարտություն է, հա, այսինքն այն համանախապակումները, որ մցրեց, ինքը ոչ ավելացնում է, ոչ պակասացնում է։ Սա ինչի հետ է կապված, այսինքն այս գնում է դեպի ավելի խորը ճգնաժամի, ինչ որ հասկացնել է տալիս եւ կա ինչ որ շանս, որ կմեղվի այս համանախապակումները ի վերջո, կամ ինչ պետք է արվի Հայաստանի կողմից, որ դա մեղվի ըստ Նախ առաջի հարցի հետ կապված մեղվելու այսպես նշույլներ ես չեմ տեսնում ցավոք սրտի, տնտեսական պատժամիջոցները գնալով ավելի խորանալու են եւ նաեւ ձկնարդյունաբերության հետ կապված էլ մի քանի օր մամուլ այդ մասին գրում է, որ ձուկ արտահանողները լրջագույն խնդիրների առաջ են կանգնում, ուղղակի չեն կարողանում արտանել։ Չնայած ի սկզբանե 2 ձեռնարկության թողել են։ Նույնը ծաղիկի հետ կապված դուք նշեցիք, որ Իրանով ծաղիկը փորձել են արտահանել։ Իհարկե, եթե մի փոքր ձեր ասած Google համակարգից օգտվեին, կտեսնեին, որ 25 թվին Իրանում երաշտ է եղել։ Երաշտի պայմաններում հնարավոր չէ այդքան ծաղիկ արտադրել եւ Թեհրանը անգամ խմելու ջուր չուներ։ Կարելի էր ուրիշ երկրով փորձել, բայց ոչ Իրանով։
Բայց Իրանով փորձել են եւ իհարկե Մոսկվան շատ ավելի մեղմ է սրան արձագանքել առանց անուն տալու, բայց բոլորի համար էլ պարզ է թե ինչի նկատի ունի։ Նաեւ չգիտեմ մամուլը դրա մասին կգրի թե ոչ, ես առնվազն մի քանի դեպք գիտեմ, երբ արտագնա աշխատող մարդկանց սահմանի վրայից հետ են տվել։ Այդ մարդը ամեն տարի գնում էր աշխատում էր Ռուսաստանում, շինարարության վրա տարբեր ոլորտներում, այդ մարդուն ուղղակի սահմանից հետ են տվել։ Եթե սա էլ փակվեց, նշանակում է 1 միլիոն մարդ մինչև տարվա վերջ մնալու է անգործ։ Իմանաս, վերջերս մենք էլ լուրը տվել ենք, որ Մոսկվայում ավտոբուսի ռեյս է բացվել դեպի Հայաստան։ Սա համընկում է, թե սա էլի որոշակի process-ի նախապատրաստություն է ձեզ։ Ես չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, թե ինչու է այդ ռեյսը բացվել եւ որ ուղղությամբ է աշխատելու այդ ռեյսը։ Մոսկվա-Երևան։ Մոսկվա-Երևան։ Միգուցե որոշակի առումով կապ կա, բայց այն որ իրավիճակը գնալով սրվում է, սա եւս ակնհայտ է։ Ինչ պետք է անի Հայաստանը։ Առաջին հերթին էկրանից պետք է իջնեն բոլոր այն փորձագետները, ովքեր օրնի բուն Ռուսաստանի դեմ ինչ որ քարոզչություն են իրականացնում։ Սա ես ասում եմ ոչ թե նրա համար, որ ես Ռուսաստանի շահերն եմ պաշտպանում, ոչ։ Ցանկացած խոսք օրինակ Ռուսաստանի դեմ, դրա պատասխանը տալիս են ծաղիկ արտադրողները։ Ցանկացած խոսք Ռուսաստանի դեմ, սրա պատասխանը տալիս են Ծիրան արտահանողները։ Հետևաբար, եթե կա ցանկություն հարաբերությունները կարգավորելու, առաջինը մեդիա հարթակում այս ամեն ինչը պիտի շատ կոշտ հսկողության տակ լինի եւ ուղղակի արգելվի այդ մարդկանց նման ելույթներ ունենալ եւ հրավիրել հանրային տարբեր հեռուստաընկերություններ։ Եվ երկրորդը գործուն քայլեր իրականացնել հասկանալու համար թե ինչից է պետք սկսել, որն է խնդիրը եւ ինչ պետք է անել այդ խնդիրը կարգավորելու համար։ Ես կարծում եմ Հայաստանի քաղաքացիներից լավը չի օրինակ Եվրոպական միության անդամ դառնալու օրենքը։ Եթե պետք է այդ օրենքն էլ հետ կանչել։ Եթե պետք է որոշակի փոփոխություններ էլ կատարել, որպեսզի կարողանան այս հարցը կարգավորել։ Մենք տեսանք Եմեն հայկական ապրանք չի ընդունում, մենք տեսանք, որ հնարավոր չի կիլոգրամը $7 Սինգապուր ծիրան արտանել, դա ուղղակի նոնսենս է։ Մենք տեսանք, որ ծնեբեկով եւ ջերմուկով հնարավոր չի երկիր պահել, եւ ջերմուկն էլ բավականին ծանր վիճակում է հայտնվել։ Սա պահանջում է հստակ եւ օպերատիվ քայլեր այս հարցերը կարգավորելու համար, որը դեռ այս պահին ցավոք սրտի ես չեմ տեսնում։ Եվ եզրափակիչ թեման այս հարցազրույցի շաբաթվա ընթացքում Իսրայելը Թուրքիան հայտարարեց որպես Իրանից հետո այդ պետությանը սպառնացող ռազմավարական վտանգը, երկրորդը իրատեսական համարում եք ընդհանրապես ռազմական բախում Իսրայելի եւ Թուրքիայի միջև 1, երկրորդը Թուրքիան կկարողանա դիմադրել այնպես ինչպես Իրանն է դիմադրում, եւ երրորդը ում կընտրի Միացյալ Նահանգները։ Այս բայդրությամբ ես բացառում եմ բախում Թուրքիա եւ Իսրայելի միջև։ Ինչու՞, որովհետեւ Միացյալ Նահանգները, եթե այսպես ավելի տնավարի ասենք, Մերձավոր Արևելքում երկու կծան շուն ունի։ Թուրքիա եւ Իսրայելի տեսքով, որոնք ուղղված են Իրանի դեմ։ Եվ երբեք մեկին չի զոհաբերելու Միացյալ Նահանգները հանուն մյուսի։ Թուրքիան որոշ դեպքերում շատ ավելի կարևոր է Միացյալ Նահանգների համար, քան Իսրայելը, Իսրայելը որոշ դեպքերում կարևոր է Միացյալ Նահանգների համար, քան Թուրքիան։ Եվ երբեք մեկի հաշվին մյուսի հետ կապված քաղաքականություն Թրամփը եւ առասարակ Թրամփը կլինի, թե կլինեն դեմոկրատները, դա գծված քաղաքական գիծ է։ Դրա համար չեն նրանք այսօր պահում Մերձավոր Արևելքում այս երկուսին, որ հետո մեկը մյուսին փորձեն զոհաբերել հանուն ինչ-որ վերի գաղափար ունի։ Իսկ բախում Իսրայելի եւ Թուրքիայի միջև ես բացառում եմ, որովհետեւ ինչի համար է այս հիստերիան։ Սա շոու է ուղղակի։ Ում համար, ինչի համար։ Սա շոու է տարածաշրջանում ազդեցություն ուրեմն ուժեղացնելու համար։ Սա շոու է սուննիների նկատմամբ հսկողությունը Սաուդյան Արաբիայից վերցնելու եւ Թուրքիային հանձնելու համար։ Սաուդները այլևս վստահելի դաշնակից չեն Միացյալ Նահանգների համար։ Սաուդները դադարեցին լինել վստահելի դաշնակից եւ մեծ պատվիրակությամբ մասնակցեցին այաթոլլայի թաղման արարողությանը։ Նման բան երբեք չէր եղել։ Սա կարծում եմ թե ուրեմն Միացյալ Նահանգները չի ներելու։ Եթե ուշադրություն ենք դարձնում ներկայումս ռազմական գործողությունների աշխարհագրությանը, ապա ոչ Սաուդյան Արաբիան, ոչ Միացյալ Էմիրությունները, ոչ Քաթարը այլևս չեն ենթարկվում հարձակման, հիմա փոխվել է աշխարհագրությունը Հորդանան, Քուվեյթ եւ Բահրեյն։
այս 3-ի վրա է կենտրոնացել, այսինքն այն 3-ից կամ 4-ից արդեն Տրամպը մերժում ստացել է։ Հիմա տեսնեք, Օմանն էլ այսպես մանևրում է, մեկ էս կողմ, մեկ այն կողմ։ Հիմա կարծում եմ, այստեղ Իրանը շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում։ Այս 3 երկրները ընկած են դեպի Իսրայել հրթիռների ճանապարհին։ Ինքը հիմա այս 3 երկրների հոպը կոչնչացնի ամբողջությամբ, մենք տեսնում ենք, որ Իսրայելին դեռ չի հարվածել։ Բայց վերջնական հարվածը լինելու է Իսրայելին եւ լինելու է կործանարար հարված։ Հրեաներն էլ դա շատ լավ գիտեն, դրա համար նաեւ իրենք են ամեն ինչ անում, որ เป զի իրավիճակը հնարավոր լինի պայել հսկողության տակ։ Այս պայի դրությամբ Իսրայել, Միացյալ Նահանգներ թվացյալ լարվածություն, ասում են Թրամփ Էրդողանի հետ լավ չի, Էրդողանը Նետանյահու հետ լավ չի եւ այլն, սա ուղղակի շոու է տարածաշրջանը կիսելու համար։